Ինչպես ոստիկանության մյուս ստորաբաժանումներն, այնպես էլ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների իր մեթոդներն ու միջոցներն ունի։ Առաջին անգամ չէ, երբ կողոպուտի վերաբերյալ տեսանյութի թողարկումից հետո կասկածյալին տեսնում ու ճանաչում են նաև այլ տուժողներ, ովքեր դիմում են ոստիկանություն։ Օրերս հերթապահված հաղորդաշարով մի տեսանյութ ներկայացրինք և քաղաքացիների արձագանքը դարձյալ չուշացավ։ Սեպտեմբերի 26-ին Գյումրիի Էմիլի Արեգակ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի բացմանը ինչ-որ մեկը հաստատության պահեստարանից գողացել էր աշխատակիցների պայուսակները, իջել նկուղ։ Նրանցից մեկի, ի դեպ Ավստրիայի Հանրապետության քաղաքացու պայուսակից հափշտակել էր 600 եվրո, մյուսից 265,000 դրամ արժողությամբ պլանշետ, երրորդի պայուսակից էլի մի քանի հազար դրամ ու փախել էր։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, հարուցվեց քրեական գործ։ Իրավապահները սկսեցին փնտրել կասկածյալին և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց։ Ոստիկանության ուժի բաժնում տվյալներ ստացվեցին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Անի թաղամասի բնակիչ Ռուբիկ Գևորգյանը։ Սեպտեմբերի 30-ին Գևորգյանը գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց գողացված պլանշետը։ Կատարածը հերքելն անհնար էր և նա խոստովանական բացատրություն տվեց։ Տեսանյութը դիտելուց հետո հոկտեմբերի 1-ին մի կին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել և հայտնել, որ ճանաչել է կասկածյալին։ Ըստ նրա, փետրվարին Ռուբիկ Գևորգյանը ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ գողացել է իր դրամապանակը, որում եղել է 10,000 ռուբլի և 250,000 դրամ։ Կինը նախկինում ոստիկանություն չի դիմել։